Բարև, Հանրային ռադիո եթերում առաստողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մարգարյան, վերջին մի քանի օրվա ընթացքում այսպես զարգացումներ եղան այնտեղից, որտեղից ըստ էության չէինք սպասում, հաշվի առնելով Միացյալ Նահանգների Իրան շարունակվող պատերազմը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարներ Թեհրանում այնտեղ բանակցություններ էին վարում մի քանի ուղղությամբ։ Հիմա տեսեք, ինչպես կասեր դասականը, հայկական կողմը իրեն այդ հարցում մի քիչ համազուսպ է պահում, այսինքն խոսում է հիմնականում կոմունիկացիաներից, այսինքն Արաքսի վրայով երկրորդ կամուրջ ստանալու հնարավորությունից դրանից բխող բոլոր հետևանքներով իրանական կողմը քիչ ավելի հեռուն գնաց, իրանական կողմը հայտարարեց, որ հայկական կողմի հետ քննարկում են գազային գործակցության շրջանակի այսպես ընդլայնումը, որում էական ընդլայնման մասին է խոսքը, եւ նույնիսկ ակնարկար, որ Իրանը դիտարկում է Հայաստանը կրկին դիտարկում է Հայաստանը որպես իրանական գազի տրանզիտային ուղի։ Այսինքն դա նշանակում է ենթադրաբար նաև նոր խողովակաշար, որովհետև այն խողովակաշարը, որ 2004 թվականին հանձնվեց շահագործման, ունակ չի տրանզիտի։ Ինչով էր սա ըստ ձեզ պայմանավորված։ Գիտեք, ես կարծում եմ, այս թեմայի վերաբերյալ բանակցությունները ոչ միայն Հայաստանի Իրան մակարդակով, այլ նաև շփումները, գիտեք, նաև այլ գլոբալ խաղացողների հետ դեռ վաղուց են սկսվել, որովհետև մենք շատ լավ ենք հասկանում, որ երբ Միացյալ Նահանգները եւ Իրանը պատերազմի ակտիվ ֆազայի մեջ են, փոքր դժվար է պատկերացնել, որպես ուղղակի կարող են մի քանի օրվա շրջանակներում ուրեմն պայմանավորվածության գալ, Հայաստան, Իրան գնալ, բանակցել եւ բարեբախտաբար իմիջիալուց այսօր առավոտից այդ ակտիվությունը նվազեց, որտեղ երկու կողմ էլ հայտարարեցին, որ իրար չեն հարվածելու, տեղ են թողնում։ Բայց քանի որ այդ ամեն ինչ այնքան խապ, այսինքն, հա, մենք չենք կարողանում ուրախանալ, այսինքն ինչ որ նման դրական զարգացումներ տեսնում ենք, եթե մեկ օրվա տարբերությամբ իրավիճակը ամբողջովին փոխվում է։ Բայց գիտեք, ես ուզում եմ հիշեցնել, որ երբ խոսքը վերաբերել է Իրանին մշտապես Հայաստանի նկատմամբ եղել է այսպես ըմբռնողական մոտեցում, որովհետև շատ լավ ամերիկացիները հասկանում են, որ Ադրբեջանի հետ սահմանը փակ, Թուրքիայի հետ սահմանը փակ, ունենալով Ռուսաստան, որ ինչպիսի վարչակազմ է լինում Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ նրանց գլոբալ նպատակը այս տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը թուլացնելն է հնարավորինս, եւ հիմա այդ շանսը ըստ էության ստեղծվել է։ Միշտ երբ խոսքը վերաբերել է Իրանին, իրենք բռնումով են մոտեցել, որ այո, Հայաստանը չունի ուրիշ տարբերակ, պետք է այդ հարևանի հետ փոխգործակցի, բայց ամեն ինչը թափանցիկության շրջանակներում, այսինքն երբ չի արվում որևէ բան, որը կարող է վնասել Միացյալ Նահանգներին։ Եվ ի պատիվ մեզ ներկայիս իշխանությունները մասնավորապես կարողանում են այս հարցում շատ ռացիոնալ, կառուցողական քաղաքականություն վարել, որտեղ մենք տեսնում ենք եւ ԵՄ քաղաքացիական առաքելության դեպքում մեզ աշխատեց, հա, մենք տեսնում ենք Թրիպի պարագայում աշխատեց եւ այլ տեսնում ենք, որ արդեն նաեւ խոսում են մասին, որ կրկնակի ծավալներով Իրանը կարող է ապագայում գազ մատակարարել Հայաստան եւ առասարակ մերեն փոխգործակցությունը, որը ձևավորված է տրամաբանությունը գազ, էլեկտրաէներգիայի դիմաց, այսինքն սա կարող է վերանայվել եւ հյուսիս-հարավի դեպքում արդեն 1.8 ուրեմն միլիարդի հասնել։ Եվ այս ամեն ինչը խոսում է, գիտեք, երկու կարևոր ուրեմն ֆակտոր պետք է հաշվի առնենք։ Մեկը լոկալ հայաստանյան տրամաբանության ներքո, մյուսը ավելի գլոբալ։ Եթե չլինեն այդ գլոբալ հնարավորությունները, դժվար թե լոկալ տարբերակ աշխատեր։ Ինչ նկատի ունեմ։ Հիմա համաշխարհային մասշտաբով այսպես թոփ թեման դա լոգիստիկ շղթաների անվտանգությունն է, դիվերսիֆիկացիան է։ Եվ բոլոր պետությունները փորձում են գտնել ինչ որ մի հատված, ուրեմն քարտեզի վրա, որտեղից կարող են օգտվել եւ կարող են անվտանգ իրենց մատակարարումները իրականացնել եւ տարբեր տեսակի մատակարարումների մասին է խոսքը։ Հիմա եթե վերցնում ենք Իրանին, տեսեք, օրինակ ես ինչ եմ կարծում, որ այս գործարքը հնարավոր ինքը կարող է նաեւ Թրիպի շրջանակներում տրամաբանության ներքո տեղավորվել, որովհետև Իրանի ջրային սահմանը ըստ էության եռում է
Ցամաքային սա այն սահմանն է, ընդ որում այն սահմանն է, որտեղ ամերիկյան ֆինանսական տնտեսական ներկայությունը ամենամոտն է լինելու Իրանին, բայց սա հենց այն սահմանն է, որը հնարավորությունների դուռ է բացում Իրանի համար, որտեվ ինչպիսի հանգուցալուծում էլ ունենա Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը, այնուամենայնիվ ինչ որ կանգնի մի պահ կամ ավելի թեժանա կամ միգուցե լուծվի, միևնույն է Իրանի համար սա այն ճանապարհն է, այն հատվածն է, որը հնարավորություն է տալու նաև Միացյալ Նահանգների հետ, նաև Եվրոպական միության հետ որոշակի կառուցակարգեր ձևավորել եւ ձևավորել այն հարևանի միջոցով, որին ինքը համարում է վստահելի գործընկեր։ Իսկ օրինակ չեք կարծում, որ եթե մենք սա որպես իրական հնարավորություն ենք դիտարկում, հա, որ ասենք Հայաստանը կարող է իրոք ներգրավել այդ ծրագրի մեջ, որ իրանական գազը Հայաստանի տարածքով արտահանվի դեպի Եվրոպան, որում Եվրոպան դրա կարիք հիմա շատ ունի, բոլորս հասկանում ենք։ Ռուսական խոսքա բաշնաբար։ Տեսեք, Իրանը ասում է, գիտեք ինչ կա, ասենք ուլիցային բանակցությունների ժամանակ։ Ես չեմ խոչընդոտի թրիփին, ենթադրենք, որտեղ ամենամեծ մտավախություններից մեկն այն է, որ Իրանը այնուհանդերձ մանավանդ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների արդեն համապատկերում, համատեքստում կարող է իր բանը փոխել, հա, վերաբերմունքը փոխել թրիփի նկատմամբ։ Եթե ասում ես, հա, մենք խնդիր չունենք, կարող ասի, ես խնդիր ունեմ։ Ես քեզ չեմ խանգարում, ձեզ չեմ խանգարում, արեք այս ծրագիրը, դրա փոխարեն դուք ինձ մի խանգարեք, ես անեմ այս ծրագիրը։ Կարող է նման հնարավորություն լինի, օրինակ, տրամաբանորեն։ Սրանք գիտեք շատ հնարավոր է, շատ տրամաբանական է, որտեղ իրանք իրար փոխլրացնող են։ Այս դեպքում երկու կողմերն էլ փոխշահավետ իրավիճակում են հայտնվում։ Հա, տեսեք նույն թրիպի վերաբերյալ Իրանի մշտական մտահոգությունը ո՞րն է եղել, որ թրիպը կարող է Իրանին դուրս թողնել հենց տնտեսական փոխգործակցությունից, այն որ այնտեղ ամերիկյան ռազմական ներկայություն չի լինելու եւ չի էլ նախատեսված, դա բոլորին է պարզ, այսինքն այստեղ այդ մանիպուլյացիաները, որ Իրանը անհանգիստ է, որտեղ այնտեղ կլինի եւ այլն, սրանք զուտ լոկալ կամ Ռուսաստանից եկող մանիպուլյացիաներ են եղել։ Իրանը այդ հարցում անհանգստություն չուներ։ Իրանի անհանգստություններն է, որ թրիպը կարող էր Իրանին դուրս թողնել առհասարակ Հայաստանի հետ, նաև Հայաստանի միջոցով տնտեսական փոխգործակցությունից։ Դրա համար են ուրեմն սցենարը, որ դուք ներկայացնում եք, ինձ շատ տրամաբանական է եւ սա ձեռնտու է բոլորին։ Մասնավորապես հիմա, երբ որ միջպետական հարաբերություններում այդ Միացյալ Նահանգներից է ավելի շատ գալիս, չէ, ամեն ինչ հենվում է հենց այդ բիզնես շահերի հիման վրա է։ Բիզնես շահերի։ Դրա համար եմ ասում, ես գրեթե բացառում եմ, որ Հայաստանը եւ Իրանը կարող են բանակցել նույնիսկ միայն գազի մատակարարման ծավալների մեծացման ուղղությամբ, ել չեմ խոսում տրանզիտի մասին, մեծացման ուղղությամբ, առանց վստահ լինելու, որ կա ըմբռնում, ընկալում եւ նաեւ փոխշահավետության զգացում Միացյալ Նահանգներում։ Հիմա, բայց այնուհանդերձ օրինակ ես գիտեմ, որ դուք էլ չեք հավատում, ես էլ չեմ հավատում պատահականություններին, հատկապես քաղաքականության մեջ։ Տեսեք, վերջին շրջանում ամեն ով ինչ ուզում է դնի։ Ես, այսպես իմ սուբյեկտիվ կարծիքով, Ռուսաստան-Հայաստան նկատմամբ կիրառում եմ պատժամիջոցներ, բայց եթե հաշվի առնենք այդ պատժամիջոցների ծավալը եւ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, իրենք այդքան սարսափելի չեն։ Այլ խնդիր է այն խոսակցությունը, որ Ռուսաստանը արդեն սկսել է բառացի ասել, ասել է, գիտեք ինչ կա, ես կարող եմ վերանայել Հայաստան մատակարարող գազի գին։ Ընդ որում, նույն պարոն Խուդացյանը, ՏԿ նախարարը, վերջերս հայտարարեց, որ մինչև գալիք տարվա փետրվար նման խնդիր դնել որևէ մեկը չի կարող, որտեղ կա գործող պայմանագիր, այսինքն, բայց վտանգ կա, որ փետրվարին օրինակ կարող է վերանայվել։ Եվ այս ժամանակահատվածում հանկարծ, դա հանկարծ էր, որ Հայաստան-Իրան նման բանակցություններ են սկսվում, թե սա պլան B-ն է, որին Հայաստանը սկսել է պատրաստել։ Դե պատկերացնում եք, սա ինչ հնարավորություններ տալիս Իրանին, հենց հատկապես Իրանին, որտեղ մենք շատ հաճախ կենտրոնանում ենք մեր վրա, սա առանձին էլ հիմա կդիտարկենք, բայց Իրանի համար էլ մեծ հնարավորություն է ստեղծում, որտեղ պատմականորեն Իրան միշտ փորձում է այս տարածաշրջանում այսպես իր կշիռը բարձրացնել եւ դա չհաջողվեց իրեն անել 20 թվականից հետո
հա, որտեվ մինչև այդ կարեն ընկալումը, որ եթե Արցախյան հակամարտությունը լուծվում է, ուրեմն այս տարածքների հարցը լուծվում է, ապա Իրան ավելի հանգիստ է լինելու, կարելի է իր կշիռը, բայց դեռ հակառակը տեղի ունեցավ։ Հիմա դրա համար այս ձեր հարցը առաջին հարցի շրջանակներում դուք այդ դիտարկումը, որ արեցիք, կարող է լինել այսպեսի, ուրեմն մենք սա ենք տալիս, դուք սա եք տալիս, լրիվ դրա շրջանակներում է տեղավորվում։ Իսկ Հայաստանի համար էլ եւ ինչու եմ ասում, որ սա փոխշահավետ է բոլորի համար ստեղծան, որտեվ Հայաստանի համար էլ այսպեսի մի իրավիճակ է ստեղծում, որ նախ ես բացառում եմ, որ ռուսական կողմը կարող է վերանայել գազի գինը։ Եթե Ռուսաստանում կան մտակենտրոններ, եթե կան ռացիոնալ մտածող քաղաքական գործիչներ, իրանք առնվազն դասեր պետք է քաղեն հայկական արտադրանքի նկատմամբ, կիրառած, այո, դուք միանգամայն ճիշտ եք, պատժամիջոցների արդյունավետությունից։ Ինչքանով է դրանք արդյունավետ եղել։ Ըստ էության դա մեզ ուրեմն դրթեց, որտեղ մենք ունենք, չէ, մի փոքր թմբիրի մեջ ընկնելու հատկություն ունենք, դանդաղ առաջ գնալու եւ այլն, բայց ռուսական այդ պատժամիջոցները մեզ դրթեցին շատ ավելի ինտենսիվ քայլերով անել եւ նույն Եվրոպական միության ուղղությամբ, այնպիսի քայլեր, որոնք կարող էր արվել օրինակ 3 տարում կամ 4 տարում կամ միգուցե ավելի շատ։ Եթե Ռուսաստանում կան մտածող շրջանակներ, նրանք սրանից պետք է հետևություն անեն եւ շատ արագ Այն ինչ հիմա տեղի ունենում Հայաստան-Իրան տիրույթում եւ նաեւ խոսում է, որ կարելի է նաեւ դիտարկել ադրբեջանական ուղղությամբ եւ այլն, սա շատ հստակ ազդակ է նաեւ Ռուսաստանին, որ ու ընդ որում զուգահեռաբար Հայաստանի իշխանությունները չեն սրում իրավիճակը, այսինքն ջրխոսույթը շատ փափկել է, շատ կառուցողական է դարել եւ այլն, եւ կարծես այդ ազդակը տալիս է, որ պետք չէ բերել առճակատման դաշտ, որտեվ եթե դու տանում ես առճակատման դաշտ, ես չեմ մտնելու առճակատման դաշտ, բայց ես դիվերսիֆիկացնելու եմ նաեւ գազի մատակարարման ուղիները, իսկ միուցե ավելի լավ է, որ այս պարագայում եւ ես քեզանից գնեմ այդ գազը եւ օրինակ Իրանից գնեմ այդ գազը եւ Ադրբեջանից հա մատակարարեմ այդ գազը։ Իսկ սա ավելի լավ տարբերակ է։ Ես գրեթե բացառում եմ, որ ռուսական կողմը կգնա այդ ճանապարհով։ Այստեղ մի խնդիր կա, բայց ուղղակի տեսեք, Իրանից Հայաստան եկող գազամուղը, այդ խողովակից սկսած, վերջացած Հայաստանի Հանրապետության ցանկացած խողովակ, որի մեջով բնական գազ է հոսում կամ մղվում, պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Դե մենք էստելի գալիս ենք, կանգնում ենք, sense կոնցեսիոն պայմանագրի նման մի բան է դառնում, չէ՞։ Սեփականություն է, կոնցեսիոնը երկաթգիծն է։ Մեկը սեփականություն։ Շատ լավ, բայց նկատի ունեմ, որ այնտեղ էլ հնարավորություններ կա կոնցեսիոն պայմանագիրն է դա իրականում բլոկ դնում։ Այստեղ էլ արդեն սեփականության հարց է, որը ավելի լուրջ է խնդիր է դարձնում։ Այսինքն ռուսները այստեղ ես չեմ կարծում, որ իրենց սեփականությունը լինելը որևէ կերպ սրան խանգարելու է։ Ես չեմ կարծում, որ դա խանգարելու է։ Այլ հարց է, որ ինչ որ ժամանակահատվածում պետք է լինելու նաև այդ բալանսը պահել։ Դրանով եմ նաև ես պայմանավորում եմ, որ հայկական կողմը չի գնում այսպես հարաբերությունները սրելու ուղղությամբ, այսինքն ինքը մատը չի թափ տալիս եւ ասում, այ տեսեք դուք մեզ սպառնում եք, այս հիմա կգնամ եւ իրանական գազը կբերեմ եւ ձեզ կասեմ, տեսեք դուք որևէ կերպ չեք կարողանում։ Այլ նաեւ հաշվարկ է անում, որ ապագայում կարող են ծագել հենց սեփականության հետ կապված որոշակի խնդիրներ։ Սրանք բնականաբար բանակցությունների թեմա են լինելու, ես կարծում եմ, բայց որքան որ մինչև այդ բանակցությունները մենք ունենանք այդ դիվերսիֆիկացված տարբեր լոգիստիկի շղթաները, տարբեր մատակարարման ուրեմն աղբյուրները, այնքան մեր դիրքերը ավելի ամուր են լինելու։ Հետևաբար այս ուղղությամբ է ավելի շատ պետք է ընտրնալ։ Այն ինչ որ գալի է ռուսների հետ, միևնույն է գալու է։ Այն ինչ գալի է ռուսների հետ բանակցելու առումով, ինչքանով դա կարելի է բանակցություններ կոչել, միևնույն է դա լինելու է, բայց մինչև այդ մենք ինչքան ավելի ռազմավարական առումով անկախ լինենք, այնքան ավելի կոնստրուկտիվ Ռուսաստան կունենանք։ Այսինքն, երբ Մոսկվան հասկանա, որ нам есть куда деться, ինքը արդեն այլ կերպ։ Այնտեղ լրիվ այլ վերաբերմունք է ձևավորվում, միշտ ռուսների հետ բանակցելու դեպքում կա այսպիսի մի պայման, եթե ուզում ես որ ռուսները քեզ հարգեն բանակցությունների ժամանակ, ամենադժվարը առաջին հարվածին դիմանալն է։ Իրենք անպայման առաջին հատվածը այնպես են հասցնում, որպեսզի տեսնեն դու ոտքի վրա կանգնում ես, թե ընկնում ես։ Եթե դու մնում ես ոտքի վրա, իրենք սկսում են քեզ հարգել եւ քեզ հետ հաշվի նստել։ Գնացինք հասանք Ռոքիին, ինչ մեկ որ որդուն ասում էր էական չի թե ինչպես ես դու հարվածում, էական այնպես է թե ինչպես ես ընդունում հարվածները, հա։ Հիմա տեսեք, բայց իրավիճակային փոփոխություն ես այնուհանդերձ
ինձ թույլ տվեք ասել, նկատում եմ, տեսնում եմ, որովհետև Իրանը սովորաբար հաշվի էր նստում Ռուսաստանի շահերի հետ։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, դա ըստ էության հաշվի չնստելու տրամաբանությունն է Ռուսաստանի շահերի հետ, երբ ինքը խոսում է, գիտես ինչ կա, ես կարող եմ, չգիտեմ, եռապատկել, ասենք, մատակարարվող գազի քանակը հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ նրանք էլ ասում են, մենք կարող ենք փակել ընդհանրապես։ Հիմա տեսեք, Իրանը արդյոք կարող էր, այսպես պայմանական եմ ասում, ճակերտներով եմ ասում, ռադիո լսողների համար եմ ասում, այսպես կադրում մատներով եմ անում, ճակերտներով, ոգեշնչվել նրանից, որ օրինակ Ադրբեջանը վերջին կես տարվա ընթացքում առնվազն 2 անգամ Ռուսաստանի վրայով անցավ, թռավ վրայով, պարզապես, վերջին դեպքը գրանցվեց մի քանի օր առաջ բառացիորեն, երբ Իլհամ Ալիևը Գերմանիայում կանցլերի հետ Գերմանիայի պայմանավորվեցին, որ այն խմբականակ գազի, որը Գերմանիան ժամանակին ձեռք էր բերում Ռուսաստանից, կմատակարարի Ադրբեջանը։ Տեսեք, Իրանը մինչս պատերազմի երկրորդ ֆազան, Իրանի քաղաքականությունը այս տարածաշրջանում եւ հիմա դրանք տարբեր են։ Նույնիսկ մեր քաղաքագիտական շրջանակներում որոշակի թերահավատորեն են վերաբերել Իրանի հնարավոր այդ կարողություններին, հա, բայց այս երկրորդ ֆազայի ժամանակ Իրանը ցույց տվեց, որ ինքը ունի շատ լուրջ գործիքակազմ, որ ինքը որպես պետություն ունի այնպիսի ուրեմն կառուցակարգեր, որոնք ի վիճակի են ցանկացած ճգնաժամի ժամանակ պահելու իրենց սուվերենությունը եւ որոշում կայացնելու այդ մեխանիզմները գործում են։ Հետևաբար այս դեպքում նաեւ հիմա մենք գործ ունենք ավելի գիտեք, ավելի համարձակ Իրանի հետ։ Նրանք ոնց է, նրանք հանրային դաշտում շատ այսպես կարող են քարոզչական որոշակի մեսիջներ տալ, բայց միշտ այն ինչ իրականում իրան կարող են անել, իրենք միշտ ակնարկում էին դրա մասին, իրենք ուղիղ չէին ասում, իրենք ակնարկում են։ Հիմա մենք լրիվ այլ Իրանի հետ գործ ունենք, Իրանի մասին խոսելիս տարբեր նաև արևմտյան պաշտոնյաների դեմքի արտահայտությունը այլևս փոխվում է, հա։ Հիմա նախկինում Իրանի քաղաքականությունն այնպես էր, որ արևմուտքի հետ արճակատման մասնավորապես, Միացյալ Նահանգներ, նաև Իսրայել, ինքը միշտ ասում էր, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի, եւ այն նույնը 3 գումարած 3-ը, հա, որ կարող է հենվել օրինակ Ռուսաստանի վրա, Ռուսաստանը կարող է հենվել իր վրա, նորից լինելով այդ իրար հետ մրցակցությունը, միևնույնն է իրար վրա հենվելու, բայց ինչ եղավ այս պատերազմի ժամանակ, այսինքն Ռուսաստանը ըստ էության, հա, իհարկե հիմա այսպես ինֆորմացիաներ են տարբեր պատտվում, որ Չինաստանը եւ Ռուսաստանը օգնում են Իրանին, հա, հարվածներ հասցնել, օդային հարվածներ հասցնել, ուրեմն ամերիկյան ռազմաբազաներին, բայց այո, բայց մենք այս մասին միանշանակ խոսել չենք կարող, որտեղ դրանք զուտ մամուլի ուրեմն Չէ, այստեղ մի նրբություն կա, հասկանում եք, որովհետև երբ ենթադրում եմ, որ օրինակ Ռուսաստանը կամ նույն Չինաստանը օգնել են Իրանին ամերիկյան ռազմաբազաների կամ ասենք թիրախների տեղորոշման հարցում, այնպես չի, որ դա անում են Իրանի սիրուն աչքերի համար կամ որովհետև իրանք հավատարիմ դաշնակիցներ են, չէ, որովհետև իրանք դրանով վնասում են ամերիկյան շահերին տարածաշրջանում, այսինքն այստեղ մաքուր մրցակցություն է, այսինքն այնպես չի էլի, որ ես ազնիվ դաշնակից եմ, դրա համար օգնում եմ իմ դրա համար նույնը ձեր նույն տրամաբանությունն էլ ձեր հարցի պարագայում է գործում, այսինքն զուտ այստեղ պրագմատիկ հաշվարկ է, եթե կա այս հնարավորությունը, որ Իրանը կարող է օգտագործել, բնականաբար ինքը հենվելու է իր շահերի վրա, եւ նա չի հենվելու այն Ռուսաստանի շահերի վրա, բացարձակ։ Այո, այստեղ եթե կարող է Ռուսաստանը Իրան օգնել, օրինակ նույն նա կարողան ասենք թիրախային, հա, հարվածներ հասնել ռազմաբազաներին, ինչու՞ չէ, որտեվ էլ ինչպես ասում եք, նաեւ նա է օգտվում դրանից, որտեվ թույլատնում է, հա, բայց այս պարագայում, եթե սա պատուհան է, դուռ է Իրանի համար դուրս գալու, շնչելու եւ ինչու՞ չէ նաեւ մտնելու տրիպի տրամաբանության ներքո ինքը ճանապարհով գնալու է։ Նույնիսկ եթե չմտնի, կարող է խաչվել։ Գիտեք ինչ եմ ասում տրամաբանության, որտեվ այդտեղ է նաև այդ խաչվելը, որտեվ տրիպը ինքը նաև գաղափարախոսություն է, չէ, ինքը մենակ այդ ճանապարհը չի, ինքը գաղափարախոսություն է, որ այդ գաղափարախոսության տակ է կառուցվում այս ամեն ինչը։ Այսինքն եթե այդտեղ լինի վերբալ մակարդակում իրար ըմբռնում եւ հասկանալ, որ այո, Իրանը կարող է օգտվել այդ
գաղափարախոսությունից, որտեվ ինքն էլ է դրա մասնիկը, սա իրականություն կարող է դառնալ, եւ այս պարագայում բնականաբար Իրանը հեվելու է իր շահերից եւ բացարձակ ինքը չի հեվելու ռուսական շահերից, դե ես մի բան ասեմ, Իրանի համար կարեւոր է ունենալ սուվերեն Հայաստան, հարևան։ Շատ կարեւոր է ունենալ սուվերեն Հայաստան, ու բազմիցս էլի ինչու, որովհետեւ ոչ թե նրա համար, որ մեր աչքերը գեղեցիկ են, այլ որովհետեւ դա իր շահերից է բխում։ Հայաստանը ինչքան սուվերեն լինի, ինչքան քչանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, նույնիսկ եթե դա արվում է Միացյալ Նահանգների ֆինանսների գալով այստեղ, կա չէ հնարավորություն, որ ապագայում սա կարող է ծառայել նաև Իրան-Արևմուտք հարաբերությունների որոշակի բարելավմանը։ Իսկ ամեն սկսում է տնտեսությունից, ամեն սկսում է փողից, չէ՞, իմանավանդ ներկայիս աշխարհում։ Սրանք հիմա կարող են ինչ-որ կերպ ռոմանտիկ հնչել էս Իրան Միացյալ Նահանգներ պատերազմի տրամաբանության ներքո, բայց սրանք շատ իրատեսական են։ Բացարձակապես ռոմանտիկ չի, հաշվի առնենք, որ սրանց 1-1.5 տարի առաջ Իրանի եւ Ֆրանսիայի դեսպանները շատ ակտիվ շփվում էին հենց Հայաստանում, որում դա անում էին ցուցադրաբար։ Այսինքն կամուրջ դառնալու չափով, հա, սկզբունքորեն հնարավորություն կա։ Բայց հիմա տեսեք, լավ, Իրանի հետ ամեն ինչ հասկանալի։ Հիմա դառնանք Ռուսաստանին։ Ռուսաստանը, տեսեք, մեր քաղաքական որոշ շրջանակներ եւ քաղաքագիտական նաեւ որոշ շրջանակներ բարբերաբար թրիփի դեմ խոսելուց որպես փաստարկ ասում էին, այ հիմա Ռուսաստանը, որը ինքը դեմ է, կհամոզի նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, կբացատրի, որ դա դեմ է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին եւ իրենք երկու այդ ճակատով այդ ծրագիրը կոչնչացնեն։ Բնականաբար այդ ամենը կարվի մեր ողնաշարի հաշվին, հա։ Հիմա ըստ էության Իրանը, եթե գնում ենք այն իմ ամենաառաջին ասացի տրամաբանության վրա, Իրանը ասեց չէ, ինձ այս ճանապարհը շարունակում է չխանգարել, ուղղակի ես դրա դիմաց ինչ որ բոնուս եմ ուզում, հա։ Հիմա եթե Իրանը ստանում է այդ բոնուսը, Ռուսաստանը իր պայքարի մեջ թրիփի դեմ մնում է միայնակ ըստ էության։ Լավ, Բելարուսին կարել է եկել հաշվել։ Ինչ կանի այդ դեպքում Ռուսաստանը, կա ինչ որ իրական ռեալ վտանգ, որը կարող է գալ հյուսիսից, ընդ որում նաև հաշվի առնելով եկեք չմոռանանք, որ Հայաստանում կա 102-րդ ռազմական բազա։ Տեսեք, 102-րդ ռազմական բազան կա, բայց ես դա իրական վտանգ չեմ համարում, ըստ էության ես կարծում եմ, որ եթե մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետության թիվ 1 անվտանգային խնդիր եղել է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան, ապա ներկայիս Հայաստանի համար թիվ 1 անվտանգային խնդիրը դա կոնցեսիոն պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ես ինչու եմ ասում անվտանգային խնդիր, որովհետև ըստ էության, եթե այդ խնդիրը չի լուծվում, եթե հարցը չի լուծվում, խաղաքարտերը ամբողջովին խառնվում են իրար։ Այստեղ լրիվ մենք չենք ստանում թրիփ, մենք, չգիտեմ, ունենում ենք թրիպանման ինչ-որ բան, Ադրբեջանը շարունակում է մեզ ուրեմն բենզին մատակարարել, սկսում է գնալ տարբեր երկրներ եւ գլուխ գովալ ասել, որ տեսեք, ես օգնում եմ Հայաստանին իր էներգետիկ անվտանգությունը ապահովել, այսպես ասում տարիներ մենք տեսնում ենք, որ Հայաստանը որևէ բան այդպես չի արտահանում Ադրբեջան, սա չափազանց լուրջ արդեն մտահոգվելու իրողություն է։ Մենք չենք ունենում Թուրքիայի հետ բացված սահմաններ, եթե չենք ունենում Թուրքիայի հետ բացված սահման, թրիպը մի տեսակ դառնում է ինչ-որ ամորֆ բան, ըստ էության այս ամբողջ խնդիրները իրենք շատ ավելի տուպիկ են մտնում, փակուղի են մտնում, եթե կոնցեսիոն պայմանագրի հարցը չի լուծվում։ Եվ այն ինչ հիմա կատարում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այս բիրտուժ, ճնշումները, նաև կատնամտերքը եւ այլն, չշնորհավորելը այսօր հանրապետության վարչապետին ընտրվելու առիթով, հա, այս ամենը միայն կոնցեսիոն պայմանագրի մասին է։ Բացառապես կոնցեսիոն պայմանագրի մասին է։ Ես չգիտեմ ինչ լուծում է սրան գտնելու Հայաստանի իշխանությունները իրապես, որովհետև սրա գիտեք մյուս կողմից լուծումներից մեկը նույնիսկ կարող է լինել ինչ որ ձևով Ռուսաստանին ներգրավել է այս ամեն ինչի մեջ, բայց սա պետք է արվի Միացյալ Նահանգների միջոցով։ Այսինքն սա պետք է արվի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այս հարաբերությունների տրամաբանության ներքո, բայց այս պայդրության որևէ գործիքակազմ, որը կաշխատի, ես դժվար եմ պատկերացնում, որտեղ ռուսները մի շատ վատ հատկություն ունեն։
իրենք եթե հրապարակային դաշտում ճշումը ուժեղացնում են, նշանակում է իրենք համարում են, որ աշխատանքային մակարդակում կապուղիները չկա, այլևս ավարտված է։ Այսինքն մոտավորապես այն ինչ որ տեղի ունենում ուկրաինական Եվ հիմա այո, եւ պատահական չէ, որ շատ են այս վերջերս նաեւ խոսում ես համատում Ուկրաինային, որտեղ այդ մեսեջն են տալիս, որ մենք այլևս աշխատանքային մակարդակում ցես չունենք որևէ բան խոսելու եւ հրապարակային ինչ։ Հիմա դրա լուծումը գիտեք որն է։ Ինչ են իրենք սպասում մեզանից։ Իրենք նաեւ հրապարակային դաշտում մեզանից սպասում են, այսպես ասած, ցարին հաջողանալու որևէ քայլ, որպես շոշափ, այո, խոնարհում, այսպեսի բան են սպասում։ Չքանով է դա հնարավոր անել, դժվար եմ պատկերացնում, բայց այն որ այս խնդիրը ռեալ Ռուսաստանից եկող ամենալուրջ վտանգն է, որտեղ դա գիտեք դա ընտրություններին չի վերաբերում, դա վերաբերում է երկարաժամկետ Հայաստանի շնչելու, օդ ունենալու, բացվելու, լոգիստիկ հանգույց դառնալու եւ այլն, սա միանշանակ է։ Բայց եկեք հանուն արդարության ասենք, որ եթե օրինակ Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթգիծը լայնամասշտաբ էր, չէ՞, հենց միանգամից անունը դրեցին այդպես նորմալ կառավարեր, կոնցեսիոն կառավարման մասին որևէ մեկի մտքով չեր անցնի անգամ զկրտա։ Չէ, համաձայնի ձերը չի համաձայնի, որտեվ այս քանի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը շարունակվում է, եվրոպացիները այդտեղ որևէ ներդրում բնականաբար չեն անի։ Չէ, հասկանալի է, բայց ես մինչև այդ եմ ասում, այսինքն եթե մեր երկաթուղային տրանսպորտը նորմալ վիճակում լիներ, Հայաստանում որևէ մեկի մտքով չէր անցնի, ասեր գիտեք ինչ կա, դուք ունեք կոնցեսիոն պայմանագիր, այդ պայմանագրի հիման վրա լավ չի կաշխատել։ Իհարկե, նույնիսկ ավելին ասեմ, նույնիսկ այս իրավիճակում Հայաստանը գնում է այնպեսի, այսպես գիտեք, փորձում է գտնել հնարավորինս աշխատող տարբերակներ, որ այո, սա կարող է, չգիտեմ, վաճառվել ձեր համար հաճո որևէ երկրի կամ եւ այլն։ Այսինքն նույնիսկ այսպիսի միջոցներ է, չէ, փորձում գտնել, որ հնարավորինս Ռուսաստանին չբարկացնեն եւ Ռուսաստանը դա չընկալի իր շահերի դեմ, բայց օբյեկտիվությունն է, որ այո, եթե ներդրումներն արվեր, եթե դա իրապես լիներ այնպիսի ուրեմն երկաթգիծ, որը իրենից ներկայացներ այնպիսի մի մոդեռն, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող, ապա իրականում այո, այստեղ խնդիրը միգուցե էլի կծագեր խնդիրը, էլի մենք եվրոպականությամբ խնդիր կունենանք, բայց առնվազն գոնե այդ խնդիրը կիսով չափ ավելի կառավարելի կլիներ։ Հետևաբար բնականաբար այստեղ խնդիրը գայս է առաջին հերթին գայս է Ռուսաստանից։ Պարզապես իրենց համար, գիտեք, իրենք նայում են այնպես, որ կապ չունի, որ սա Հայաստանի Հանրապետության տարածքն է, իրենց համար ընդունելի չէ եւ հասկանալի չէ, որ Հայաստանը կարող է անել որևէ բան, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից։ Իսկ Հայաստանը կարող է անել նման բան, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից։ Գիտեք, Ռուսաստանի բարակայում նկատի ունեք, թե առհասարակ Հայաստանը կարծես թե լավ է խաղում, որովհետև այդ դիվերսիֆիկացման քաղաքականությունը սկսում է իր ծիլերը տալ։ Գիտեք, մի կողմից, չգիտեմ, Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է, մյուս կողմից Իրանի այդ գազի մատակարարման ծավալների կրկնապատկման մասին եւ միգուցե նաեւ տրանզիտի, կամ մյուս կողմից Ռուսաստանի հետ դու վարում ես բանակցություններ կոնցեսիոն պայմանագրի շուրջ, Ռուսաստանը այս հռետորաբանությունը ինչքան սաստկացում է, Հայաստանը շատ ավելի բալանսավորված, հանգիստ եւ այլն։ Կարծում եմ, գիտեք, մի քիչ ժողովրդական լեզվով պետք է ասեմ, կարծես մի քիչ խելք են քաղաքել այդ առումով, որ գիտենք որտեղ ավելի մեր տոնայնությունը բարձրացենք, որտեղ ուղղակի ավելի լրելիային աշխատենք եւ միջպետական հարաբերությունները ամենևին չընկալենք բարեկամություն, ամուսնություն, այլ զուտ, պրագմատիկ, փոխադարձ շահերի վրա հիմնված եւ այո, դա նաեւ հնարավորություն է տալիս լինել զուգահեռաբար Չինաստանի ռազմավարական գործընկերը, բայց նաեւ լինել Միացյալ Նահանգներին։ Ես այս դեպքում ձեզ ասեմ, ավելի շատ հարգում են քեզ եւ Չինաստանում եւ Միացյալ Նահանգներում, եթե դու կարողանում ես դա անել։ Դժվարին իհարկե ճանապարհ է սպասում, բայց կարծում եմ, ես դա հաջողվելու է անել։ Որ պահին Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանը ունի այլ ընտրանքներ, Ռուսաստանը Հայաստանի համար կդառնա կառուցողական, տնտեսական գործընկեր։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։